2022 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին։ Այցը Հայաստանում լայնորեն ներկայացվում է որպես գործոն, որը կանխեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հետագա ագրեսիան։ 3 տարի անց Հայաստան է այցելում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այցի ընթացքում հայտարարվում է ամերիկյան հետախուզական անօդաչու սարքերի հնարավոր վաճառքի մասին, ինչը ևս ներկայացվում է որպես անվտանգության ամրապնդման քայլ։ Սակայն որքանով են այս այցերը իրականում ազդել Հայաստանի անվտանգության վրա, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ներկայացնում է այլ դիտարկումներ։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ի ադրբեջանական ագրեսիան դադարել էր մինչև Նենսի Փելոսիի ժամանումը Հայաստան։ Ավելին, նրա այցի մասին հայտնի էր դեռևս ագրեսիայից առաջ, այսինքն Ադրբեջանը գիտեր, որ այդ այցը ծրագրվում է եւ այնուամենայնիվ իրականացրեց ռազմական գործողությունները։ Այդ օրերին Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ ագրեսիայի դադարեցման պատճառների վերաբերյալ հնչեցնում էին իրարամերժ հայտարարություններ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում էր, որ ագրեսիան կանգնեցվել է ԱՄՆ-ից զանգի արդյունքում, իսկ ավելի ուշ փոխարտգործնախարարը ասում էր, որ Իրանի ջանքերով է կանգնեցվել։ Այս հակասությունները ցույց են տալիս, որ իրական պատճառը պարզապես չի ներկայացվել հանրությանը։ Ագրեսիայի դադարեցման պատճառը պետք է փնտրել ոչ թե այցերի, այլ հետագա քաղաքական զարգացումների մեջ։ Օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանը չէր ընդունել Արցախի Ադրբեջանի կազմում ռեինտեգրացիայի առաջարկը։ 2 շաբաթ անց սկսվեց ագրեսիան, իսկ արդեն հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը փաստացի ընդունեց այն, ինչից հրաժարվել էր Բրյուսելում։ Ագրեսիայի դադարեցման գինը Պրահան էր, ոչ թե Փելոսիի այցը։ Սա ըստ էության հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ իր ճեպազրույցներից մեկում բառացի հայտարարելով, թե այնպես չէ, որ գոհ ենք եղել դեմոկրատական վարչակազմի քաղաքականությունից։ Եթե ԱՄՆ դեմոկրատական ադմինիստրացիան փրկել է Հայաստանը ագրեսիայից, Նիկոլ Փաշինյանը երախտամոռ է, որ չի գնահատում ամենամեծ ծառայությունը Հայաստանն ագրեսիայից փրկելը։ Հազիվ թե Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտե, որ չնայած դեմոկրատները ներկայումս իշխանության չեն ԱՄՆ-ում, բայց Եվրոատլանտյան այդ թևը պահպանում է իր շոշափելի ուժը թե ԱՄՆ-ում, թե Եվրոատլանտյան միջավայրում ընդհանրապես։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը գիտե, թե ինչն է իրականում ազատել Հայաստանն ագրեսիայի շարունակությունից։ Դրանից ազատել է ադրբեջանական քաղաքական նարատիվների հանդեպ իր լոյալությունը։ Փորձագետը ավելորդ չհամարում հիշեցնել մեկ այլ հանգամանք ամերիկյան զանգերի մոգական ազդեցության առաջության մասին։ 2023 թվականի հունվարի ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի զանգը Իլհամ Ալիևին, որի վերաբերյալ պետքարտուղարությունը տարածեց տեղեկություն, թե Բլինքենը հորդորել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Հայաստանում հայտնի շրջանակները ավետում էին, թե Ալիևը քաշվեց։ Ինքս մեղմ ասած չկիսեցի այդ շեփորահարումը, ինչին ի պատասխան բնականաբար արժանացա քարոզիչների թիրախավորման։ Ինչպես պարզվեց հետագայում, Իլհամ Ալիևը փաստորեն թքած ուներ Բլինքենի զանգի վրա, թե Բլինքենը թքած ուներ Լաչինի միջանցքի ու Արցախի վրա, իսկ անհապաղ բացելու հորդորը ընդամենը Հայաստանում քարոզչական կարիքները սպասարկելու համար էր։ Փաստն այն է, որ միջանցքը բացվեց 2023 թվականի սեպտեմբերի վերջին, միակողմանի Արցախը հայաթափելու համար։ Կրկնեմ, Բլինքենը մեղավոր չէ։ Մեղավոր են Հայաստանում նրանք, ովքեր Բլինքենի անունով զբաղված են եղել հասարակությանը քարոզչությամբ կերակրելով, դե ֆակտո խաբելով, ինչը հիմա էլ անում են Թրամփի անունով։ Նույն տրամաբանության փորձագետը դիտարկում է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը եւ ամերիկյան V-PET տեսակի հետախուզական անօդաչուների հնարավոր վաճառքի հայտարարությունը։ $11 միլիոն նշանակում է առավելագույնը մեկ համակարգ մի քանի դրոններով։ Սա լուրջ ռազմական հավասարակշռություն փոխող գործոն չէ։ Դրանք տեխնիկապես նորմալ սարքեր են, բայց դրանց նշանակությունը Հայաստանում ակնհայտորեն չափազանցվում է։ Այս պարագայում կարևոր է նաև տարածաշրջանային արձագանքը, մասնավորապես Իրանի հնարավոր վերաբերմունքը։ Այս անօդաչուները ենթադրում են ամերիկացի մասնագետների երկարատև ներկայություն Հայաստանում։ Սա բնականաբար կարող է առաջացնել Իրանի կասկածները, որ այդ ենթակառուցվածքը կարող է օգտագործվել իր դեմ։ Ես չեմ պնդում, որ դա անպայման այդպես կլինի, բայց խնդիրը օբյեկտիվորեն գոյություն ունի։ Թե Նենսի Փելոսիի, թե Ջեյ Դի Վենսի այցերը Հայաստանում հաճախ ներկայացվում են որպես անվտանգության առանցքային գործոններ, մինչդեռ իրական ազդեցությունը պայմանավորված է այլ քաղաքական որոշումներով։ Հայաստանի անվտանգության վրա վճռորոշ ազդեցություն չեն ունեցել ոչ ամերիկյան այցերը, ոչ էլ զանգերը։ Որոշիչ են եղել կոնկրետ քաղաքական պայմանավորվածությունները եւ դրանց գինը, որը Հայաստանը վճարել է ժամանակի ընթացքում։ Ֆրիդա Ղազարյան, Վարդգես Հովհաննիսյան, TV News։